ուրեմն Բագրատ Սրբազանը հայտարարել է, որ ինքը շարժումը շարունակելու առաջնորդի, համենայն դեպս իմ անունից կարող եմ ասել, որ ես Սրբազանի կողքը կանգնել եմ, ոչ մի րոպե, ոչ մի վայրկյան, այն որ ասում են, որ տարաձայնություններ կա եւ այլն, այդպես բան չկա, հակառակը մենք համատեղ աշխատանք ենք տանում այդ ուղղությամբ եւ ակտիվ ներգրավելու ենք այդ գործին, Բագրատ Սրբազան ինքը պետք է որոշի, այսուհետև ինքը հանդիսանում է թեկնածու, թե չէ իր որոշելի քաշնա։ Ես դա այդ հարցին պետք է պատասխանի Սրբազան հայգերի փայլակ բոլոր օրենքներն էլ մի օր փոփոխության ենթակա են, այսինքն չկա տենց օրենք, որը իմպերատիվ լինի եւ տարիներ շարունակ այդ օրենքը փոփոխության չենթարկվի, այսինքն ցանկացած պահի հնարավոր է խորհրդարանը նաեւ այդ փոփոխությունները անի, այսինքն փողոցը պետք է թելադրի, փողոցը կարա ազդի եւ այն դրույթը, որ ասում են իբր խանգարում է, որովհետեւ բացի այդ նաեւ սահմանադրական այսպես սահմանադրական օրենքի մասնագետներ, որ նեղ մասնագիտացված են, նաև այդ մարդիկ են ասում, որ անգամ այս պարագայում, քաղաքացիության պարագայում հնարավոր է այդ տեխնատության առաջադրում, այսինքն հաստատված չի 1 տարի առաջվա, էներգետիկան, որ դատկայ փողոցում ըստ էության ընդդիմությունը հերթական կամ տապալման տարա։ Տեսեք, ես համաձայն չեմ ձեր ձևակերպման հետ, ընդդիմությունը չի տապալել, ընդդիմությունը այն չի, որ պատրաստի այդ 70-60 հազար մարդը դուրս էր եկել ու եկանք մենք էլ տապալեցինք, այդ շարժումը, ստեղծ մի րոպե, ոչ մեկին տուն չենք ուղարկել, եթե ուշադիր նայած եղնեք, ես եւ Սրբազան հայրը այդ օրերին հարապարակում ենք եղել, ոչ մեկին տուն չենք ուղարկել, տենց հայտարարություն չի եղել, թողեք եթե ցանկացողներ կան, որոնք որ ուզում են գնան, կարան գնան, մնացողները կարան մնան, իսկ կներեք, թողեք միտքս ավարտեմ, հետո այդ ամեն ինչին կանրադառնանք, թողեք միտքս ավարտեմ, ուրեմն այդ process-ները սկսվել, գեներացվել եւ շարունակվել այդ աննախադեպ կարող եմ ասել աննախադեպ process-ները, որ եղել են, դա եղել է Սրբազան հոր առաջնորդությամբ, նաեւ մեր անմիջական մասնակցությամբ, մեր ներդրումով, այսինքն հենց այնպես չի եղել։ Եվ շատերն ասում են, որ այդ փոքր լոկալ կոնֆլիկտի համար այդքան մարդ փողոց դուրս չի գալ։ Մենք տեսանք, որ դուրս եկավ նաև հավատալով, նաև հույսեր ունենալով, իսկ ինչ վերաբերում է դրան հաջորդիվ process-ներին, ես երեկ եմ ասել, հիմա էլ ասեմ։ Մենք եւ այդ օրերին ոչ մի օր, ոչ մի վայրկյան փողոցից տունել չեն գնացել, չենք էլ հանգստացել։ Իսկ հաջորդ օրը, երբ որ մենք հանրապետության հրապարակում գիշերել ենք եւ ասում ենք, ով որ ուզում է կարա մեզ այդ գիշերի, ով որ ուզում է գնա տուն, բայց առավոտը գա եւ արդեն process-ներին մասնակցի, փողոցային անհնազանդության բան, ես նորից եմ կրկնում։ Այն ինչ որ մենք ունեցել ենք այդ պահին, այդ ուժերը ունեցել ենք, որ կարողացել ենք անել ինչ որ հնարավոր է եղել, ես էլ որոշակի հատվածի պատասխանատու եմ եղել, մարդիկ են եղել, որոնք որ խոստացել են այլ տեղեր կատարել անհնազանդության ակցիաներ, բայց այդ խոստումը չեն կատարել։ Հիմա հարց, չեմ ուզում ասեմ հետո։ Ես շատ փակագծեր չեմ ուզում բացեմ, օրը կգա, ժամը կգա, եթե պատեհություն կհամարի Սրբազան հայրը դրա մասին կխոսա։ Ես եթե թույլ կտակ, եթե պիտի այս ոճով շարունակենք, ձմռանը որտեղ ենք եղել, մենք ասենք այս ձմռանը որտեղ ենք եղել, դե ասենք մենք դուք էլ լուսաբանել եք այդ մեր տարբեր այցերը, տարբեր աշխատանքները, մենք սեզոնային աշխատանք չենք տանում, եթե ուշադիր հետևում եք մեր աշխատանքներին, ամեն օր մեր աջակիցները հայտնվում են անազատության մեջ, ոստիկանական բաժանմունքներում տարբեր ակցիաներ իրականացնելուց կան երևացող եւ չերևացող process-ներ, շատ ավելի լավ է, որ այդ չերևացող process-ները արդյունքը կարևոր է, բայց պայքարն ներդրումն դա էլ է կարևոր, որ մարդը յուրաքանչյուր մարդ իրանից կախված ներդրումը կատարի 100%-անոց, այդ հալածանքներով, այդ ամեն process-ներով մենք եւ մեր ընտանիքներն ենք ասում, մի րոպե ասեմ վերջ, մի րոպե ես ավարտեմ խոսքս, դուք ամեն օր մամուլում տեսնում եք, որ հետապնդվում են մեր ընտանիքի անդամները, մեր համակիրները, մեր աջակիցները, դա նշանակում է, որ մենք պայքարում ենք որոշ
որոշակի ժամանակահատված չենք հասել մենք մեր նպատակներին, բայց ես հուսով եմ, համոզված եմ, որ մենք հասնելու ենք նրան, որ այս ապիկար իշխանությունը ի վերջո հեռացվելու են իշխանությունից։ Նիկոլ Փաշինյանը խոսում է սահմանադրական հանրաքվեի մասին։ Ըստ էության դուք ասում եք դեռ կհասնենք եւ այլն ինչ-որ բան կանենք, բայց նա արդեն մտադիր է, եթե սահմանադրական դատարանը դրական եզրակացություն չտա, գնալ հանրաքվեի։ Իր ասում են, որ վարկանիշի կտրուկ անկում ունի։ Կգնա հանրաքվեի, ինչ հույսով է գնում հանրաքվեի։ Ես խորապես համոզված եմ, որ եթե անգամ գնա հանրաքվեի, դա տապալվելու, որովհետև մեր հայրենակիցների ճնշող մեծամասնությունը ոչ պատրաստ է, ոչ էլ կողմ է նրան, որ Ալիևի եւ Էրդողանի ցուցումով Հայաստանի Հանրապետության սահմանադրություն փոխվի։ Դա բոլորիս արժանապատվության, դա բոլորիս ուրեմն թասիբի նամուսի հարցն է։ Ինչ նշանակում թուրքերն ադրբեջանցիները պահանջեն, որ մեր սահմանադրությունը փոխվի, ինքն էլ գա այստեղ բան անի, քարոզանի, որ մեր սահմանադրություն, բայց ուր է այդ ինքնիշխանությունը, սուվերենությունը, այս մեկը, բայց որտեղ կորավ այդ ինքնիշխանությունը։ Դե Իրանցի դեպքում օրինակ պատերազմով ասեց, եթե սահմանազատում չանենք, պատերազմ։ Դե հիմա էլ ասում դե մենք պատ ենք ստացել, հյուրերին ճաքել է, այդ հյուրերին տանում է պատի մոտ, Ալիևն էլ իր հյուրերին, օտարերկրյա դեսպաններին, բան տանում է Շուշի։ Էսի պատի մոտ է տանում, էլ Շուշի է տանում։ Եվ այդ փշալարը կներեք, այդ փշալարը պատնել մեր երկրի անվտանգություն չեն ապահովում։ Տեսել եք ինչ ամրաշինական աշխատանքներ ա կատարում ադրբեջանական կողմը։ Կամ այդ փշալարից մի քանի կիլոմետր հեռավորության վրա Բերդի տարածաշրջան կրակոցներ չի լինում։ Բա կներեք, այս մի քանի օր առաջ էր ընդամենը, ասում են Պարավակար, Չինարի Այգեձոր գյուղերում թշնամին ինտենսիվ կրակոցներ արի եւ սրանք ասում են ոչ թիրախային կրակոցներ ա։ Այսինքն որ մարդ չի մահացել, դա նշանակում է ոչ թիրախային, կամ մառախ ուղղակի կրակել են, կամ ինչքան էլ մեր վրա կրակեն, մենք գնալու ենք խաղաղության դարաշրջանի, դրա տրամաբանությունը ո՞րն է։ Ալես Սիմոնյանը ասում է խաղաղության պայմանագիրը ստորագրելուց 5 րոպե հետո հայերն ու ադրբեջանցիները սկսելու են իրար հետ առևտուր անել։ Ուզում էի ճշտել Տավուշում պատրաստվում են ադրբեջանական կողմի հետ առևտուր։ Դուք ո՞նց եք պատկերացնում, եթե թշնամական պետությունը ամեն օր հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքների վրա հավակնություն ունի։ Ասում է Արևմտյան Ադրբեջան, ցուցակներ է հրապարակում, ըստ այդ ցուցակների տարբեր տարածաշրջաններում պետք է ադրբեջանցիներով բնակեցվեն։ Դե Սիմոնյանն էլ ասում ոնց է պատկերացնում, բա Արցախն ու Հայաստանը դրանք նույն բաներն են։ Արցախը մեր մի մասնիկն է։ Արցախը բոլոր ժամանակներում համարվել է ազատ անկախ եւ դա համեմատել Հայաստանի Հանրապետության տարածքների հետ, այսինքն որ Ադրբեջանը հավակնություն ունի, Արևմտյան Ադրբեջանը, դա աբսուրդ է, դա ցինիզմ է։ Ոնց կարա նման համեմատություն լինել։ Արցախում էթնիկ զտման ցեղասպանության արդյունքում մի Արցախը հայաթափվել է, հազարամյակներով ապրող արցախցին, որ իր հողու ջրում ա եղել։ Էթնիկ զտման ցեղասպանության արդյունքում հայերնա զրկվել է։ Դրանք տարբեր բաներ են։ Հիմա էլ գեղական միշկի խումբն է ուզում լուծարի։ Այն ֆորմատը, որով որ Արցախի կարգավիճակի հարցը պիտի այո, Արցախի ի վերջո կարգավիճակի հարցը պիտի որոշվեր։ Դրանք տարբեր պրոցեսներ են, խնդրում եմ, մի համեմատեք իրար հետ։ Դա անհամեմատելի պրոցեսներ են եւ ընդհակառակը պետք է Ադրբեջան դրա համար պատասխան տա։ Մենք չենք համեմատում, Ադրբեջանն է համեմատում եւ երբ որ Արցախի ղեկավարությունը խոսում է Ադրբեջանը գլուխը պատին է տալի, Ալիևն էլ է գլուխը պատին տալի, որ նման համեմատությունը դա անհամեմատելի է, ինքը ցեղասպան ղեկավար է, բռնապետ ղեկավար է, Ադրբեջանը չի կարող ուրեմն հավակնություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքների վրա ու այդ իր բերանը լեզու դնող հենց այս իշխանություններն են։ Երբևէ նման հայտարարություններ, եթե ես չեմ սխալվում, նախկինում նման հայտարարություններ չի արվել։ Հիմա այնքան է, այսպես ասած, հաբրգել Ալիև կոչվածը, որ արդեն բացեբաց հայտարարություններ անում եւ դրա համար պատասխանատվության չի ենթարկվում։ Բայց Հռոմի ստատուտ էին ընդունում, որ Ալիևին պատասխանատվության ենթարկեն։ Ինչ եղավ այդ Հռոմի ստատուտը։